ինչ որ դուք ասացիք մի պրոբլեմատիկ հարց կա, որը կարող ենք այսօրվանից փորձել մի հատ հասկանալ, այդ վավեր անձնագիր չունենալու խնդիրը դա պրոբլեմ կդառնա։ Ես հասկանում եմ, որ դուք ձեր ամբողջ անձնակազմը օգնում ա, որպեսզի մարդիկ բանկային հաշվի պայմանագիր կնքեն եւ քարտ ստանան, բայց այդ անձնագիրը, որ վավեր չեղավ, դա կդառնա պրոբլեմ, նույնիսկ ձեր օգնությամբ հնարավոր չի լինելու դա անել, էլի։ Ես գուցե մի հատ բազաները տեսնենք ով չունի անձնագիր։ Ունենք, անուն ազգանունով գիտենք ով չունի, այսինքն մենք օգնում ենք, որ անձնագիր ստանան, որպիսի կարողանան կնքել եւ աշխատում ենք մեր գործընկերների հետ, ներքին գործերի նախարարության, ընդհանուր մինչեւ շրջիկ խմբերով։ Մասսայականության բան հասկանում 2500 հոգու մասին է խոսքը։ 2500 հոգու մասին է խոսքը։ Քիչ չի։ Որոնք չունեն այն պատճառով, որովհետև կարիք չեն ունեցել ըստ էության որևէ ծառայությունից օգտվելու եւ իրենց կանխիկ կենսաթոշակը ստացել են, բայց հիմա առիթը ծագել է, արդեն շատերին կազմակերպել ենք եւ ճիշտ եք ասում, մեր միասնական սոցիալական ծառայության ըստ էության ամբողջ անձնակազմը հիմա դրանով է զբաղվում, որպեսզի ապրիլի 1-ի դրությամբ որևէ մեկ քաղաքացի իր իրավունքից չզրկվի կենսաթոշակ եւ նպաստանալ։ Որովհետեւ մեծ թիվ է անկեղծ ասած։ Փորձում ենք հասցնել մեր պատկերացումով մինչև մարտի 5-ը թիվը կիջնի 10000-ի մոտ, որտեղ օրական 1000-ից 1500 իջնում է ինքնական փոխողների եւ այդ 10000-ի հարցը մենք կլուծենք։ Չեմ բացառում, որ շատ, ասենք, հատուկենտ դեպքեր ինչ որ ինդիվիդուալ պատճառներով պրոբլեմատիկ լինի, բայց միևնույն է նրանք չեն զրկվի իրենց կենսաթոշակից եւ նպաստից, որտեղ դա այնուամենայնիվ կփոխանցվի, կդեպոնացվի հետո։ Այո, որտեղ հաշիվները ավտոմատ կբացվեն, սրանք հատուկ բնույթի հաշիվներ են, որ մեր դիմումի հիման վրա են բացվում բանկերում եւ բոլոր քաղաքացիները կստանան իրենց կենսաթոշակը եւ նպաստը։ Իսակցիան ինքը շատ մեծ դիսկրետ բանա բերալ լինելու թե կարողանանք բաշխենք անել այդ անձնագրերի նորացումը։ Չէ, պարոն Գրիգորյան, մենք ինտենսիվ պարոն Թորոսյանի եւ անձնակազմի հետ աշխատում ենք, հատկապես ինտենսիվացրել ենք նաեւ մեր շրջիկ սպասարկման գրասենյակների կողմից այցելությունները, տարածքներ եւ նաեւ ունենք տնայցերի ռեժիմ եւս, փորձելու ենք հնարավորինս ամբողջ ծավալը սպասարկենք մինչեւ պարոն Թորոսյանի նշած ժամկետը, բայց այն պայմաններում, երբ որ նույնիսկ չհասցնենք որոշ անձնագրեր տանք, միևնույն է իրավունքը պահպանվելու, այսինքն կծածկենք այս հարցը։ Չեմ ասում, որ դա ինչ որ չեմ էլ ուզում ցայտնոտ լինի, ուղղակի իմ մոտ հարց առաջացավ, մենք բիզնես process-ով կարողանում ենք անձնագրի տրամադրման հետ կապված ամբողջ process-ը կազմակերպել տանը։ Թե դա անհնարին է, որովհետև ես վստահ եմ, որ պարոն Թովոսյանը ինչպես նշեց, մարդիկ կան, որ շարժունակության խնդիրներ ունեն, ինչը եւ եթե լինի շարժունակության խնդիր եւ չլինի անձնագիր, նշանակում է մենք պիտի ձևաչափ գտնենք, որ տան անձնագիրը տանք։ Պարոն Գրիգորյան, խնդիր չկա, մենք ամբողջը կազմակերպում ենք, քանի որ բիոմետրիկի հարցեսպայդրությամբ չունենք, դրանք շատ ավելի հեշտ լուծելի հարցեր են այս պահին։ Եթե իրենք ID նույնականացման քարտը ունենան, անձնագիր չունենան, հնարավոր է նույնականացման քարտով անել, ես կարծում եմ հնարավոր չէ։ Նույն վավեր անձը հաստատող փաստաթուղթ է, բայց այս դեպքերը նրանք են, որոնք չունեն, երկուսն էլ չունեն։ Հա, ու տանը ինչ ենք անում, ասենք նույնիսկ ֆոտոն ենք տանը անում, տանում ենք, տպագրում ենք, մեր գործընկերներն ենք փոխանցում, իրեն գալիս են դիմումը վերցնում են, որտեղ դիմում լրացնելու գործառույթը իրանցն է եւ հետո անձնագիրը տալիս են։ Ես կարծում եմ մեր հատուկ գործողությունները, ջանքերը պիտի դնենք մեր թոշակառուների համար, բայց նպաստացողները թող գնան։ Նպաստ, որ ասում եմ, այդ ընդհանուր ձևակերպումն է այդպեսին, օրինակ ծերության նպաստը նույնպես նպաստ է այն ավակ սերնդի ներկայացուցիչների, որոնք բավարար աշխատանքային ստաժ չունեն։ Հասկանալի է, չէ՞, ուզում եմ ասեմ, ավակ սերնդի համար բնականաբար ամեն ինչ պիտի անենք, բայց երիտասարդները թող բարի լինեն, գնան իրանց խնդիրները լուծեն, օգնեն մեզ, որովհետև այս ռեֆորմը կարծում եմ վերջի փուլն է եւ մենք չենք հետաձգելու անկանխիկի անցնելու մեր
քաղաքականություն։ Պարոն Գրիգորյան, հաշվի առնելով, որ 666,000 հոգու մասին ենք խոսում, ըստ էության ճնշող մեծամասնությունը արդեն լուծել է այդ հարցը եւ միայն այս 21,000 մեր քաղաքացիներ, որ այսօրվա դրությամբ դեռ կանխիկի ռեժիմում են, որոնք ամեն օր փոխվում են եւ նաեւ մեր խրախուսական մեխանիզմների շնորհիվ հետվճարի եւ բավական ըստ էության էական չափ է այդ հետվճարը, բայց այն մնացածի հարցերը, ոնց ասեցի, իմ նշած մեխանիզմով կլուծենք։ Եվ կներեք, եւ նաեւ դրա համար էինք խնդրել մենք այն ժամանակ վարչապետից այս 3 ամսվա ժամանակվածը, որպեսզի հասցնենք, որտեվ հունվարի 1-ից հնարավոր չէ լինելու սա անել։ Շատ լավ, պարոն Թովսյան, ամեն դեպքում եթե ինչ-որ կրկին հավաքվելու կարիք լինի եւ քննարկելու, ասեք, որ պահին որ պետք լինի, էլի կարող ենք հավաքվել ու նոր լուծումներով անպայման պետք է հասցնենք ապրիլի 1-ը վերջի ամսաթիվ որպես ընդունենք եւ ավարտենք այդ կանխիկի էպոպեան, թոշակների եւ նպաստների, ինչը որ մեծ հաջողություն է երկրի համար, ես կարծում եմ։ Շատ շնորհակալություն, խնդրեմ հարցեր, առաջարկություններ համեցեք։